պետք է ասեմ։ Ինչ կապված է գերիների հետ, ամեն դեպքում ստեղ կան առաջնահերթություններ, հա։ Տեսակցելը առաջնահերթություն չէր մեր կողմից, թեև մենք այդ հարցը Երևանում բարձրացրել ենք։ Մեզ համար կարևոր է, որ վերադարձի առումով լինի առաջընթաց։ Եվ հիմնականում այդ հարցին է անդրադարձ եղել նաև ադրբեջանական կողմի։ Հարցը քննարկվում է, հարցը միգուցե կստանա որոշակի լուծում, բայց երբ եւ ոնց եւ ինչպիսի լուծում դա կլինի, երևի կտեսնենք մոտակա ժամանակ, որոշ մանրամասներ կան, քանի որ դրանք վերջնական չեն, ես չի ուզենա դրանց մասին խոսել, բայց պետք է նաեւ մենք հասկանանք մի բան, որ գերիների հարցի նկատմամբ ինչպես էմոցիոնալ վերաբերմունք կա մեր հասարակությունում, նույնպիսի վերաբերմունք կա նաեւ հակառակ նշանով ադրբեջանական հասարակությունում, որ իրենք պատասխանատու են շատ բաների համար, որը, ասենք, Ադրբեջանի համար ցավ է, ադրբեջանական հասարակության համար։ Եվ անգամ եթե դա օբյեկտիվ պատկերացում չի, դա ազդեցություն է թողնում գործընթացի վրա։ Եվ այդ ուղղությամբ պետք է աշխատել, եւ այդ պատճառով կարևոր է եւ լրատվամիջոցների համարժեք adekvat աշխատանքը, դրա համար անհրաժեշտ է փաստերի ստուգման գործընթացը, որի շուրջ մենք նույնպես պայմանավորվել ենք, եւ այդ փաստերը կարող են վերաբերել եւ այդ գերիների դերի հետ կապված հակամարտության շրջանակներում, որտեղ այստեղ էլ բազմաթիվ առասպելներ կան, եւ ընդհանրապես իրավական գործընթացի հետ ոչ մի առնչություն չունեցող մոտեցումներ եւ գնահատականներ, մենք շատ լավ հասկանում ենք, որ դա քաղաքական process է ավելի շատ, քան իրավական process։ Եվ եթե մենք կարողանանք նաեւ փաստերի ստուգման, լրատվամիջոցների աշխատանքի շնորհիվ, հասարակության շփումների շնորհիվ դա բերենք հնարավորինս իրավական դաշտ եւ ազատել քաղաքական էմոցիոնալ վերաբերմունքից, այդքան խնդրի լուծումը ավելի դյուրին եւ իրատեսական կլինի։ Մնացածը, խնդրեմ։ Այսինքն առաջնահերթություն չէ, դա ձեր մեկնաբանությունը տեսակցելը առաջնահերթություն չէ։ Իրենց մերժումը, այսինքն դուք մերժում ստացել եք պաշտոնապես իրենց իրավասու։ Եթե դա չի առաջարկվել որպես ծրագրի մաս, նշանակում է մերժվել է։ Որտեղ մեզ առաջարկվել է օրակարգ մեր այցելության, մենք դրա վերաբերյալ ունենք որոշ մեկնաբանություններ, եւ քանի որ առաջարկի մեջ չկար տեսակցությունը, թեև մենք այդ ցանկությունը հայտնել ենք, դա նշանակում է այսպես պարկեշտ մերժում։ Իսկ ձեր քննարկումներում, այսինքն արդեն այնտեղ մենք հիմնականում քննարկում ենք վերադարձի հնարավորությունը, քանի որ դա է առաջնահերթությունը։ Ես այստեղ մի բան հավելեմ այս թեմա կներեք էլի, վերադարձի հետ կապված, ես ուզում եմ արձանագրել, որ նախ մենք նույնիսկ այսպեսի առաջարկ ենք արել, որ քանի որ մենք ինքնաթիռով ենք եւ ինքնաթիռով ենք վերադառնում, եթե հնարավորություն կա մենք այդ մարդիկ վերադառնան գերիներից, ես ուզում եմ ասել, որ այդտեղ այնպես չի, որ այդ մեր առաջարկները եւ այդ գաղափարները մերժվել են։ Դրանց վերաբերյալ ֆորմալ, եթե ես ասեմ, թե մեզ մենք ինչ պատասխան ենք ստացել, որ այս գործընթացը ընթացքի մեջ է։ Այսինքն այստեղ ոչ կա դրական պատասխան, ոչ կա բացասական պատասխան։ Ավելի շատ երևի թե պատասխանն է, որ պատասխան այս պատմությամբ այդ հարցին չկա։ Դա այդ թեմայով, բայց այստեղ նաև մի բան եմ ուզում արձանագրել, որտեղ սա նույնպես շատ քննարկվեց։ Ես անկեղծորեն կարծում եմ, որ մեր այցը քայլ առաջ էր գերիների հետ կապված հարցի լուծման ուղղությամբ։ Այո, մենք այս պայմանությամբ ձեզ ներկայացնելու արդյունքներ չունենք, բայց իմ խորին համոզմամբ մեր այցը քայլ առաջ է եղել այդ process-ի մեջ եւ այդ process-ի բարեհաջող ավարտի ուղղությամբ։ Եվ կներեք չմոռանանք, որ ընդամենը 1 ամսական է մեր նախաձեռնությունը։ Եվ չմոռանանք, որ 1 ամսական է մեր նախաձեռնությունը։ Էլի միքրոֆոնները Սա եթե մի հատ սկեյթբորդ լիներ։ Եկեք ես դրանք էլ եմ ես կողմ հեսակ։ Տեսեք, մի փոքր անկեղծանամ էլի, որովհետև հիմա
հարցը բարձրացնելը մեծ հերոսություն չէր, ոչ էլ մեծ բարդություն, հա։ Մենք այնքան ենք այդ հարցը բարձրացրել, որ անգամ իրենց ներկայությամբ խնդիր չէր հարցը բարձրացնելը։ Մենք խնդիր ենք դրել որպես խումբ, խոսել էս մասին այնպես, որ իրենք ավելի լավ պատկերացնեն, թե ինչու է երկու կողմերի շահերից բխում այս խնդրի լուծումը, եւ ինչու այս խնդիրը այլևս չի տեղավորվում խաղաղության գործընթացի տեմպի անգամ հետ, հա։ Եվ այդ էր պատճառը, որ մենք չփորձեցինք օրինակ փոխադարձ մեղադրանքների, փոխադարձ ճնշման սպառնալիքի կամ անհուսության ինչ որ խնդրանքի տեսքով, հա, մենք փորձեցինք սա ավելի տեղավորել խաղաղության գործընթացի տրամաբանության մեջ, որ հասկանալի լինի, որ եկեք այս հարցը լուծենք, շարժվենք առաջ։ Ամեն դեպքում կարծում եմ այո, ինքը ասաց, որ քայլեր անում են, անընդհատ հավաստիացնում էր, որ կա ակտիվ բանակցային գործընթաց այս ձեր ուզածի հետևում։ Այո, վերադարձ։ Ես առաջարկում եմ լրագրողներին հնարավորություն տանք հարցեր տալու, մենակ մի հավելում եմ ուզում անել հնչածին։ Հարգելի գործընկերներ, պարոն Ավասիզյան ինչպես մի քանի անգամ նշեց, որ գործընթացը դեռևս 1 ամս է կանա, մենք դեռևս նախնական փուլում ենք, ես ուզում եմ մի այսպես հավելում էստեղ անել, մենք նախատեսում ենք անել պրոյեկտներ համատեղ։ Մենք նախագծերի շուրջ ենք հիմա քննարկումներն իրականացնում։ Պարոն Ավասարյանը այսպես ուղղությունները ասաց այդ պրոյեկտների։ Մի ուղղություն լինելու է մեդիա ոլորտում նախատեսվող նախագծերը, երկրորդ ուղղությունը փորձագիտական ոլորտում եւ այսպես շարունակ, այսինքն ապագայում դուք տեսնելու եք ըստ էության ոչ միայն այցեր, այլ նաեւ բավականին կոնկրետ նախաձեռնություններ, պրոյեկտներ, որոնք որ մենք անելու ենք համատեղ։ Հաջորդ հարցը խնդրեմ, համեցեք։